Առաջի ազանգը դա վիզուալ խնդիրն է։ Այսինքն տեսնում ենք թեքություն, շեղում, պետք է դիմել մասնագետի, որպեսզի հերքեն, բացառեն կամ հաստատեն խնդիրը։ Մյուս ահազանգը, երբ որ արդեն խորանում է վիճակը, այսինքն առաջի սա էլ ասեմ, ցավոք սրտի սկոլիոզն ինքն իրանով չի անցնում, տենց հասկացողություն գոյություն չունի։ Իրան պետք է հետևել, զբաղվել, որպեսզի գոնե մաքսիմալ ինքը չթեքվի, այսինքն ստեղծել բնական մկանային կորսետ։ Չենք ասում դեռ պլաստմասայից այդ կորսետավորման մասին, հա։ Երբ որ արդեն հասնում է նրան, երբ որ առաջանում են ցավեր, ցավերը սկզբնական լինում են մկանակապանային ցավեր, այսինքն շուտ հոգնում են, ինչ որ միտեղը նշում են հոգնում է, ոնց որ այրոցի զգացողություն, հա, քաշելու, ձգելու զգացողություն։ Ավելի ինչքան խորանում է աստիճանը, այնքան ախտանշանները ավելի արտահայտիչ են դառնում եւ ավելի բարդանում են։ Կարա լինի ճնշման տատանումներ, բարձր զարկերակային ճնշում, հա, այսինքն ներքին օրգանների դիրքը փոփոխվում է իրենց բնականon դիրքից։ Ըստ այդմ խորհուրդս, երբ որ աղջիկների մոտ նկատելի է լինում սկոլիոզ, աղջիկների եւ կանանց մոտ եւ պատրաստվում են ծննդաբերության, պետք է պարտադիր գինեկոլոգին ասվի, որ կա կեցվածքի շեղում, քանի որ բարձր աստիճանների դեպքում, 4 աստիճանի դեպքում ընդհուպ կարող են միջև արգելել։ Բնական ճանապարհով ունենալ թե ընդհանրապես։ Ես ունեցել եմ դեպքեր, մեզ մոտ եղել են շատ խորը դեպքեր սկոլիոզների 4-րդ աստիճանի, որի դեպքում արգելվել է ընդհանրապես հղիությունը, որովհետև դա արդեն կարող է վտանգ սպառնալ թե պտղի, թե մոր կյանքի համար։